ես ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց, բաց երկրի տակ։ Մասնավորապես Գյումրիի մուշտաղամասը, որը համարվում է քաղաքի ամենախիտ բնակչության համասերից մեկը, որտեղ տեղակայված են դպրոց, մանկապարտեզներ, զարգացման կենտրոններ, 24-ժամյա ռեժիմով բնակիչները շնչում են այրված աղբիծուխը, դա հերիք չէր, հիմա էլ ամենաթողության պատճառով քաղամաս մտնող մեկ այլ ճանապարհահատված պատրաստ է վերածվել նոր աղբավայրի։ Կրկին հարցնում եմ, ով է ձեզ ճնշում, որ ողջերել եք այդ քաղաքականությունը։ Արդյոք պարոն Չադրյանը տեղյակ է այդ նոր աղբավայրից, որը մուշտաղամաս մտնող ճանապարհահատվածն է։ Խնդրեմ նկարներով։ Ամբողջ քաղաքը թաղված է հոգսերի մեջ, եւ այդ հոգսերը քաղաքի ուսերից թոդապելու փոխարեն գիշեր ու զոր դժգոհում եք Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հեսա մի կառավարություն է, որը անընդհատ հոգսեր է ստեղծում։ Քննադատում եք մի կառավարության, որը 2018 թվականից սկսած իրագործում է եւ շարունակելու է իրագործել հսկայածավալ ծրագրեր Գյումրիում, որի մասին գործընկերս քիչ առաջ խոսեց։ Եվ այո, այդ ծրագրերի շնորհիվ է, որ Գյումրին վերափոխվել է, զարգացել է ներքին տուրիզմը, եւ ինչպես ազգաբնակչությունն է նշում, Գյումրին փոխվել է։ Պարոն Սիմոնյանն է իր ելույթներից մեկում նշեց, թե կառավարությունը այդ ծրագրերը պետք է անի, բա ինչ պետք է անի, եւս մեկ անգամ հասել է, որ այո, Գյումրիում կառավարությունը հսկայածավալ ծրագրեր իրագործել է եւ շարունակելու է իրագործել։ Պարոն Սիմոնյան, նման խոսույթով հանդես գալուց առաջ ձեր քաղաքական ղեկավար Թևանյան Անդրանիկի ճշտեք եւ հարցրեք, թե նա ինչ ծրագիր, լավ ինչ օգուտ բերեց Հայաստանին ռուսական ալիքի եթերում անփառունակ ելույթ տալով։ Հավեք քաղաքը վերածեք թատերաբելի։ Մեկը պարում է, մյուսը լացում է, երրորդը ձևերով կամ չգիտեմ ում ձևերով է հանդես գալիս։ Մինչդեռ օրեցօր ավելանում են փոսերով լցված փողոցների, շներից դժված քաղաքացիների, նոր աղբավայրերի քանակը։ Հարկավոր է զինյան թափել կեղծիկը, վերջ տալ դժվարությանը եւ չմեղադրել ճշմարտությունը։ Զբաղվեք քաղաքի հոգսերի կրճատմամբ, այլ ոչ թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստանալիության երիտշարժման։ Իշխանությունը պատկանում է եւ պատկանելու է ժողովրդին եւ կեցե անկախ Հայաստանի Հանրապետությունը։